Միակ հույսը նրա վրա է, որ դատարանների նկատմամբ ինչ որ ենթադրյալ ճնշումներ բանեցնել կլինի կամ չգիտեմ ինչ որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան, օրինակ ես խորը հիասթափված եմ, ճիշտ է իմ խոսքը այդ ժամանակ մի քիչ բարբառային էր, հա, որ ասեցի Վճռաբեկ դատարանին բզել են, որոշում են ստացել, բայց դա համենայն դեպս այս գործով առավել քան փաստվում է իմ խորին համոզմամբ, որ այդ հապճեպությամբ Վճռաբեկ դատարանը չէր կարող նման որոշում տալ եւ դատարաններին եթե չբզեն, թողեն իրանք իրականացնեն արդարադատություն, վստահ եմ մենք ականատես կլինենք, որ այս գործը շատ արագ պետքա կարճվի, քանի որ որևէ ապացույց, որևէ փաստարկ, որևէ հիմնավորում Սամվել Կարապետյանի վերաբերյալ արկա չէ ու հենց դրանով է պայմանավորված, որ ես հրապարակայնորեն խնդրել եմ իրավասու մարմիններից, կլինի դատախազությունից, կլինի քննչականից, ցանկացած աստիճանի կամ ցանկացած քանակությամբ անձինք թող գան այս ձեր տեսախցիկների առաջ ուղիղ եթերում այս գործը հրապարակային քննարկման ենթարկեն։ Վստահ եմ, որ նրանք դա չեն անի, քանի որ անելու դեպքում բոլորս ականատես կլինենք, որ շինծու եւ կեղծ քրեական գործի հետ մենք առնչություն ունենք։ Սամվել Կարապետյանի առնչությունը կարծես թե չկա, որ հատորը նայում ենք չկա, այնուամենայնիվ այդ գործերից մեկը եւ հոդվածներից մեկը վերաբերում է հրապարակային կոչ հնչեցնելուն իշխանությունը զավթելու, այդտեղ ակնհայտ է, որ առնվազն Սամվել Կարապետյանն է հարցազրույց տվողը։ Այս մասով ինչ նոր հանգամանքներ կարող եք նշել։ Դուք բոլորը տեսել եք այդ հարցազրույցը, այդ հարցազրույցը նաև միջազգային մեր իրավաբան գործընկերներն են տեսել, այդ հարցազրույցը նաև փորձաքննության է անցել, այդ հարցազրույցի վերաբերյալ լեզվաբան պրոֆեսորների կարծիքներ ենք մենք ձեռք բերել, որոնցով հիմնավորվում ու հաստատվում է, որ այդ հարցազրույցը իշխանությունը զավթելու կամ յուրացնելու կոչ իր մեջ չի պարունակում, դա շինծու է, դա հորինվածք է, ժողովուրդ ջան։ Ինչ չի թվում որևիցե իրավաբան կարող է գալ մեր այդ բանավիճել ու ասել, գիտեք, այ այս ձևակերպումը վերաբերում էր հենց, որ պետքա գնային եւ իշխանություն զավթեին կամ իշխանություն յուրացնեին։ Ունենք փորձագետի եզրակացություն, ունենք բավականին ծավալուն նյութեր, իսկ հակառակն ինչ ունի քննչականը, ոչ մի բան բացի այդ տեսանյութից։ Ես այդ տեսանյութի դրվագը նույնիսկ չեմ էլ ցանկանում այդպես խորը քննարկման առարկա դարձնել, քանի որ ինքը ընդհանրապես զուրկ է որևէ փաստարկից, այսինքն որևէ անգամ դատարանը իր որոշման մեջ գրել էր օրինակ այն փողերի լվացման դրվագին, ես անդրադարձա, գրել էր, որ զուրկ է ողջամիտ բանականությունից, եթե չեմ սխալվում, այդ ողջամիտ բառը շատ տեղին օգտագործել էր դատարանը, կոչերի դրվագը նույնն է, որևէ կերպ չի հիմնավորվում։ Խոսքս փոխանցեմ իմ գործընկերներին։ Առավել շատ քննարկման առարկա, այսինքն որտեղ է ամենաշատ խնդիրը ձեզ համար եւ որտեղ է ամենաշատ խնդիրը քննչական, որն է որ քննչական մարմինը փորձում է հիմնավորել։ Ձեզ վստահեցնում եմ, հավատացնում եմ, որ չենք կարող տարանջատել, ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես էլ կոչի դրվագով չունենք գեթ մեկ ապացույց։ Տեսեք, այսօրվա մեր միջնորդության համար հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, լոկ այդ նախադեպային որոշումը, որը օրեր առաջ, երբ որ մամուլի ասուլիսով ներկայացրեցինք, այն մեր ամբողջ զարմանքը, այն, որ Հայաստանի Հանրապետությունում նման նախադեպը չունեցող իրավիճակ չի եղել, երբ օրինակ Վճռաբեկ դատարանը 19 օրվա ընթացքում կայացնի որոշում, ես նշեցի նաև, որ ունեմ այս պահին դեպք, որ Վճռաբեկ դատարանին 2 տարի, 2.5 տարի սպասում եմ, որպեսզի ստանամ որոշում, բայց չունենք։ Այսինքն սա Սամվել Կարապետյանին է վերաբերել այս գործը, այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը հապճեպ, կայծակնային արագությամբ այդ նախադեպային որոշումը հրապարակել է։ Ավելին ասեմ, այդ նախադեպային որոշումը մինչ օրս անգամ Վճռաբեկ դատարանի կայքում տեղադրված չի, ինչպես նաև պաշտպանները չեն ստացել է միայն մեղադրանքի կողմը։ Ինչպես է ստացել, ինչ ճանապարհով։ Այդ հարցին մենք դատական նիստում եւս այդ հարցը ուղղել ենք։ Ինչ պատասխան։ Ստացել է գրասենյակից, Վճռաբեկ դատարանի գրասենյակից, բայց չունի ապացույց, որ ժամին, որ օրը դրանք խնդրեցինք, որպեսզի ներկայացնեն, չունեն։ Նայեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի սկզբնական շրջանում ասում էր մենք մեր ձևով հիմա կմիջամտենք, ինչ եք կարծում
հնարավոր է, որ իրենց ձևով միջամտել են, որ Ուջրաբեկ դատարանը արագ որոշում կայացնի, ստեյության դուք դրա մասին եք Շատ լավ, ես դեռևս սույն թվականի հունիսի 17-ից չեմ դադարել իմ կարծիքը արտահայտել, նաև պնդում եմ, որ օրեր առաջ եւս հայտնել եմ, որ սա իրավական գործընթաց չէ։ Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական օրակարգ է, քաղաքական հետապնդում է, ով ոնց կուզի, թող դա ընդունի, բայց սա իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Եվ հարցածում ունեմ ձեզ, առավոտյան դուք անդրադարձել եք Ուջրաբեկ դատարանի որոշմանը, այդ շահագրգռությունը կոնկրետ դուք ինչով եք պայմանավորում, որովհետև այնտեղ տեսակետ եք հայտնել դուստր ձեռնարկություն լինելու հետ կապված, խնդրեմ, մի փոքր առաջ եկեք։ Եթե մենք պատմության մեջ առաջին անգամ ենք հանդիպում նման իրավիճակի, երբ որ մեղադրանքի կողմը արդեն գիտի, երբ պետք է հրապարակվի դատական ակտը, մենք այսօր չենք ստացել դատական ակտը, ընդ որում իմ գործընկեր Վարդևանյանը լավ վիճակագրությունը ուսումնասիրել էր, երբևէ նման արագությամբ չէր կայացել որոշում, ինչ կարծիք պետք է հայտնենք, դա խտրական վերաբերմունք առնվազն պաշտպանության կողմի նկատմամբ։ Եվ պարոն Հակոբյան, ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, որովհետև բոլոր դատականիստերին շեշտվում է հանգամանքը, որ քաղաքական համատեքստ կա եւ քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Այս դեպքում ինչ սպասել օրինակ։ Դե հույսը միշտ վերջինն է մահանում, բայց կոչից էլ հարց հնչեց, թե տեսեք, հիմա դատական process է, ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի, ասեցի, եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա դա կոչ էր, թե կոչ չէր։ Հիմա մեր ձևովը պաշտպաների որն է, բողոքարկել, իրավական գործընթացներ, բարերարի մեր ձևովը որը պետք է լիներ։ Ամեն դեպքում զգույշ ենք։ Իմ գնահատմամբ դեռ 2-ից 3 ժամ, եթե ոչ ավել։ Հետո առանձին սենյակ է հեռանալու, որոշում կայացնելու։ Պարոն Վարդևանյան եւ բայց Տիկին Գասպարյանը կարծես խոսք ուներ ասելու, ընդհատեցինք, ավարտեք ինչին էր, վերաբերելի էր ապօրինություններին, տեսեք, առաջ։ Տեսեք, օրինակ ես նշեցի, որ այո, 10 թվականի ամսի 17-ից մենք իրավական գործընթացի ականատես չենք լինում, այսօրվա դատական նիստին ներկայացել ենք, հույս ունենալով, որ մեր պատվարժան դատարանը այս ապօրինությունների սատարողների, այսպես շղթայական օղակը ի վերջո կտրելու է, այդ հույս ունենք միայն, եթե դա մեզ հաջողվի, թե չէ մենք այս պահի դրությամբ ոչ մի իրավաբանություն չունենք, սա ընդամենը այդ թվում Վճռաբեկ դատարանի կողմից այդ արված քայլը մեր իրավական պետության կազմալուծումն է, ուրիշ ոչինչ չունենք։ Շնորհակալ։